Սիրելի հետևորդներ ջան, հավերին կուտ էի տվել, որ կամ ձուն հավաքեմ, բայց հեռախոսս չէի վերել, որ նկարահանեմ։ Լիցքավորման էր դրված, մինչև եկա արդեն ոնց որ թե իրանց կուտը ավարտին են հասցրել։ Ահա, երեկոյան ժամերն են եւ բարի երեկո բոլորիդ, սիրելի հետևորդներ ջան։ Ասեմ, որ ինքան սպասեցի, որ այդ վարպետին կանչել էի արդեն, իր աշխատանքից հետո եկել է ու արդեն տանն է, կալոնկեն, քանդել է, տեսնենք ինչն է խնդիրը։ Ես էլ ձեր հետ գնամ ձուն հավաքելու, լավ։ Էս մի նստատեղը իրանց ինչքան խոտ եմ ավելացնում, էլի քուջուջենանում ու դուրս թափում։ Հետո այս հենց էս ցանցե ամանի մեջ ձու են ածում։ Ստեղ երկու հավ ունեմ ձուածող, վերցնեմ, դե եթե իրանց հենց դուր ա գալի, որ հենց այդտեղ էլ նստեն ու ածեն։ Հիմա պտտվում եմ, ոյ, և գնում ենք մյուս կողմը, այստեղ հուսով եմ շատ ունենք, ահա, պահ, ջան, ահա, այս որ ջան եմ ասում, սիրելի հետևորդներ ջան, ընդհանրապես մի հատ էս տեղավոր եմ, որ կարողանամ հավաքել, դուք հաշվեք, ահա, այս որ ջան եմ ասում, ընդհանրապես ժամանակակից աշխարհում այդ ջանին ասում են, վոու, բայց վաուն արդեն հայեցի չէ, անգլերեն է, դե ես էլ իմ ջանն եմ առաջ տանում, ահա, ես էլ այն մարդկանց համար, որ միշտ ինձ ասում են, ինչի ես ջան ասում, ես էլ ես, հաշվեցիք չէ սրտիկներ ջան, ահա, այսպես, միտք ունեմ համով խմորեղեն թխելու, չնայած որ տանելի ահագին ձու ունեմ, ակլոր աղան քանի չի եկել կոկոկո արել էստեղ, մենք գնացինք, ոնց որ թե եղանակը ուզում հա բացվի, ինձ թվում է վաղը լավ արև կլինի, այսօր դեռևս ամսի 30-ն է, ես իմ երկրորդ վլոգն եմ նկարահանում, սիրելի հետևորդներ ջան, բայց այս վլոգը դուք կդիտեք մայիսի 1-ին, դե ասեցի չէ, նախապատրաստվեմ, ուզում էի մի հատ խմորեղեն թխել, բայց անտարբեր չանցա մեր այս սիրուն բնությունը ցուցադրելով, ավերս էլ կուտը կերել են ու երգում են, Սիման դե ինչպես միշտ ինձ հետա, ահա, ծառերը սիրուն գույն են ստացել, վայ, ես ինչքան գործ ունեմ, ես երևի վաղը այդ տոնը հաշվի չառնեմ, հետո աշխատեմ, տեսնենք, Սիրելի հետևորդներ ջան, գազի կալոնկան քանդել ա վարպետը, հույս ունեմ, որ ես անգամ երկար կաշխատի, հիմա գնացել ա ջուրը ստուգի, որ ջուրը ավելացնի, մտածում եմ, որ ջուրը թույլ է, ինձ հիմնական կետից, դրա համար այսպիսի խափանումներ ա լինում, ինչև է, ուրա, տակ ջուր կունենամ այսու հետ, ու քանի դեռ այստեղ եմ, այս իմ լվացքի մեքենան է այստեղ, ուզում եմ խոսել այս հեղուկ գենի մասին, սիրելի հետևորդներ ջան, առաջ անգամ էի օգտագործում, ասել եմ, եթե կհիշեք, և շատ գոհ եմ սրանից, շատ լավ եմ ապրում և ընտիրություն եմ համարում, անուն եմ Թիթիս, ահա, Թիթիս լվացքի հեղուկ, կամ էլ կել, ինչպես որ սիրում ենք ասել, ժամանակակից աշխարհում, հիմա տեսնեմ, ինչև կգա այդ վարպետը, կհավաքի և գործելս լավ, իմ սրտով առաջ կգնա, ջան ուրախություն, Սիմոջկան ինչպես միշտ ինձ հետ է և ստարտ է կանգնել, որ խոհանոց գնա, ամուր բաների հոտ է առել, բայց հիմա ռայժմ, մինչև որ վարպետին չճանապարհենք, ոչ մի բան չեմ կարող պատրաստել ու միանալ ձեզ, մի փոքր կսպասեմ, Սիմոջկա, համբերատար սպասում ենք։ Այսքան խելոք շուն, էլի իմ շունն է, արջես։ Գանց, գալիս եմ մոտդ քեզ համով բան եմ բերել, խելոք,
Սիրելի հետևորդներ ջան, հաց ու մածուն եմ բերել իմ շան համար, ահա, հիմա տեսնենք, ուտի թե չէ, պա, ջան եմ ասել է, ահա, այս ինձ հավիսով ուտում է, սիրեց մածունը, են ինչ որ ես ուտում եմ, իմ շանն էլ եմ հասցնում, դե գիտեք արդեն լեդին էլ է ձև պահում, մենակ քաղցր չեմ տա, քանի որ արդեն իսկ ինձ ասել եք, որ քաղցրը չի կարելի շներին, ահա, մածունը հենց որ ուտի լրիվ, արդեն հաց կթողնեմ, ինքը թաթերով կպահի, շատ լավ է, մտածում էի չի ուտի մածունը, բայց ոնց կարա հենց համով բանը չուտի, ահա, դե հետ գնա, ահա, սպասի, արիստեղ, դե նստի, թաթերով բռնի հացը ու կեր, ապրի իմ արջը, թաթերը մեծ, հացն էլ այնքը շատ սիրում, հա, շատ շուտ կշտանում, շուտ է սովածանում, բայց ձեռքիս պահեմ, երևի, հա, աղ դու ավազյակ, մածուն ես ուզում, ահա, արդեն վերցրեց, հիմա կնստի ու թաթերով կպահի, այս ձև, ջան, համով թող ուտի, որ շուտ մեծանա, դեռ ահագին օր կա մթնելուց, մեկ էլ քնելու ժամերին կբերեմ, իրան կկերակրեմ, ջան, ահա, այս էց պտի պահեն, այ կենթանուն, հավիսով, մի քիչ ստեղ խառնել, այս խոտերը, իսա ուղեմ, վсё, վերջացավ, ահա, այսպես, դե գնա քնի, վերջ, պակա, ես գնում եմ, Այն վերջի փշուրն էլ հավաքում է, շատ լավ է, Սիրելիներս վարպետին ճանապարհել եմ, այդ ամեն ինչը կարգավորվեց, ու այստեղ վերմիշել եմ կարմրացնում, մի փոքր կսնվեմ, հետո արդեն դեմքով ձեզ կմիանամ, այստեղ արդեն հասցրեց լավ կարմրել, ասում են թե աշխարհում մենակ հայերն են, որ մակարոնեղենը կարմրացնում են, բայց երևի ես կասեի ոչ, քանի որ հիմա համացանցում մեր վիդեոները տարածում են գտնում եւ ինձ թվում է աշխարհի բոլոր անկյունները մեզ դիտում են եւ երևի դուր կգա իրենք էլ կփորձեն, այստեղ ուզում եի ասել, որ ջուրը այս ձևով եմ լցնում, որպեսզի շատ չտարածվի այս ու այն կողմ, ահա տեսեք Կափարիչը կիսաբաց այդպես պահելով ինքը բավականաչափ բոլոր շուհեր դուրս եկող յուղը պահում է, քանի որ ամենաբարակ մակարոնի տեսակն է, վերմիշելն է, չգիտեմ ինչի ես բոլորին մակարոն եմ ուզում ասել, ահա, մի փոքր էլ երևի ջուր, ահա, աղն էլ լցնեմ ու կփակեմ եփվելու պտղունցով, շատ շուտ պատրաստ կլինի, այսօր շատ էի զբաղված, այս վերմիշելն եմ եփում, սիրելիներս, և շատ հավանում եմ, իսկ հիմա սիրելիներս, քանի որ սառնան ու միսում էի եփված ու այսպես թելթել արած,
Արժե որ մի բուռել սրանից ավելացնեմ, փլավների հետ շատ հարմար է լինում։ Այն պահին ենք լցնում, երբ որ արդեն համարյա թե ջուրը գոլորշիացած է լինում։ Ահա։ 3 րոպեից պատրաստ կլինի։ Այսպես։ Դուք էլ մի համով բան պատրաստեք այս ընթացքում, սիրելիներս, որից հետո արդեն հանգիստ կնստենք ու կշարունակենք մեր գործերը։ Տեսքը շատ գեղեցիկ դարձավ։ Այստեղ ես արդեն իմ բաժինը լցրել եմ, ահա, և ուզում էի ցույց տալ, թե ինչքան լավ է եղել, հատ-հատ, և չի խմորացել։ Իսկ ովքեր են սիրում փլավի տակի այս քերանքը, ես արդեն այստեղից քերել ու լցրել էի իմ բաժինը, ահա, այսը այստեղ էլ կա, շատ յուղալի և ախորժելի ստացվեց։ Իհարկե իմ շան համարել եմ տանելու, ինքն էլ վայելի, ուտի ու շուտ մեծանա։ Այ, սիրելի հետևորդներ ջան, մինչև հասցրեցի, նկարեմ արդեն իր ուտելիք ավարտեց, շատ սիրեց, նաև մակարոնի փլավը, խոզի մսով, թելթել արած, հիմա անուշ կքնի։ Արջուկին ասենք բարի գիշեր ու գնանք էլի խոհանոց։ Սիրելի հետևորդներ ջան, նոր ամոթնել, ու այսքան չարչարվելուց հետո արժե մի հատ էլ դառը կոֆե խմեմ։ Եթե դուք էլ այս ժամերին ձեզ դուր ա գալի, ապա միացեք ինձ։ Ընդհանրապես միշտ չէ, որ այս ժամերին ես կոֆե կուզեմ, բայց երբ որ շատ չարչարված եմ լինում, վազքի մեջ եմ լինում, արժե որ իսկապես մի հատ թարմություն մտցնեմ, հատկապես որ գիտեմ, դեռևս երկար արթուն կմնամ, շատ գործեր ունեմ դեռևս, և նախապես ասեմ, որ ուզում եմ ռուլետ թխել, այն ռուլետների շարքից, որը որ շատ հին, մեր մամաների թխած ռուլետների բաղադրատոմսով, մածունով ռուլետ, ընդհանրապես մածունով սոդայով ռուլետները ճաքելու համար, եթե մի քիչ վարպետորեն ենք պատրաստում, խուսափում ենք այդ ճաքերից։ Այստեղ նաև սառնարանից ելակն եմ հանել, որպեսզի համ հոտը բուրմունքը զգամ այստեղ, համ էլ իհարկե դե ճաշակեմ։ Սիրում եմ, որ ընդհանրապես թե ելակը, թե նմանատիպ փափուկ մրգերը պահել այսպիսի ցանցավորամանի մեջ, բացվողի և փակվողի, ահա, հատուկ սառնարանի համար, շատերի ծանոթ կլինի, որ այս կողմերից ինքը բռնակներով, ահա, այսպես միանում է սառցարանի ապակե դարակներին։ Այսպես, բայց նաև ասեմ, որ այս ելակը շատ ամուր էր ինքը իր տեսակով, քանի որ ինձ թվում է, որ շատ են պարարտացրել, երբ որ ես պահում էի այս ելակի տեսակից, այդքան խիստ ամուր չէր իր մսային հատվածը։ Այստեղ իմ կոֆեն արդեն եղավ։ Այսպես։ Խշ, թշ, պտտում ենք, մինչև որ կարողանանք շատ ավելի կոկիկ ձևով լցնել։ Այսպես, հիմա քանի որ այստեղ նաև պիտի գործեր անեմ, յանսամանի սիրում ծաղկամաններ, ուզում եմ այս կողմ տեղավորեմ, որ այստեղ կարողանամ հանգիստ իմ գործերն անել։ Հիմա սիրելիներս, մինչև որ իմ սուրճն էլ կհովանա, կդառնա իմ սիրելի աստիճանի, արդեն կամած պատրաստվեմ, որոշները մոտեցրել եմ, ծուն լվացել եմ 4 հատ, այստեղ է, բայց նախքան ծուն կոտրելը պետք է մածունը մի քիչ գազի վրա տաքացնեմ, հատկապես եթե սառնարանից է դուրս եկել, դա համարում եմ պարտադիր, այսպես,
Պիտի նաև չափեմ, քանի որ այստեղ մածունը շատ է։ Եվ այս պահին ինձ անհրաժեշտ է 1 բաժակ մածուն, ահա, պինդ մածուն, այս մեկը չեմ քամել, քամացնել դե արդեն համապատասխան ամանի մեջ արդեն սառնանում է, դե արդեն տեսակ, որ իմ շունն էլ սիրեց մածունը, այսպես, հնարավորինս աշխատում եմ շատ իր շիճուկային մասը չլցնել, Քանի որ այս բաժակը մեծ է, ասեմ, որ իր տարողությունը կես լիտր է վերցնում, այսպես, սա մածունը, և այստեղ եմ տաքացնելու իմ սիրելի թափանցիկ կաթսայի մեջ, չեմ թողնելու, որ եռա, այս կողմում կմիացնեմ, և սկսում անդադար, այսպես, խառնել, այս որ կսկամ արդեն, որ ինքը տաքանում է, արդեն կանչատեմ, ընդհանրապես յուրաքանչյուր բիսկվիտ, որը պատրաստվում է մածունով, խորհուրդ կտամ մածունը տաքացնել, եթե սոդայով է, ապա սոդան ալյուրի հետ, միգուցե կոֆեն արդեն լավ է լինի, ջան, մենք կանայքս ինչքան շատ ենք, չէ, էներգիայով լեցում, առավոտից երեկո գործեր, անվերջանալի գործեր, տարբեր բնույթի, տարբեր տեսակի, ամենքս մեր չափով ու մեր ձևով, ահա, Քանի որ վաղը մայիսի 1-ն է, այս ռուլետը ես թխում եմ այդ օրվա առիթով, ինչ-որ մի ձևով, ես էլ քաղցրություն եմ ուզում մտցնել, դե գիտեք բոլորդ էլ, որ աշխատավորների օրն է, առաջվա տարիներին շատ ավելի լավ էր նշվում այդ օրը, շատ շուքով, մեր մայրաքաղաքում գեղեցիկ ձևով, այդպես երթ էր լինում և լավ միջոցառումներ։ Մի պահ եկեք բոլորս էլ ասենք Երանի այդ տարիներին։ Հիմա արդեն ամեն ինչ փոխվել է։ Այստեղ եմ հարելու, սիրելիներս և կոտրելու եմ 4 ձու, որն արդեն իսկ լվացել եմ, ահա, այսպես հերթով, կարգով, ամուր կեղևով տնական ձվերը, մի քիչ էլ ուժեղ է խփում արդեն, Համարյա թե սեղանին է լցվում, այսպես, արդեն շաքարավազը և այստեղ բռով եմ լցնելու, սիրելիներս, անի որ շատ քիչ եմ լցնելու և կարելի ասել աչքաչափով, մոտ կես բաժակ, այսպես, և պատրաստվում հարելու։ Այսպես։ Սկզբի համար ձուն և շաքարավազը լավ հարում ենք, այնքան որ թեթև փրփրի։ Մի պահ կանգ եմ առնում, որպեսզի իմ կոֆեն վայելեմ։ Եվ շարունակում։ Արդեն լավ փրփրել է և կարող եմ արդեն
արդեն ավելացնել մածունը։ Մի հատ էլ խառնում եմ ու այսպես անմիջապես լցնում։ Քանի որ մեր մածունը տաք է, անմիջապես խառնում ենք։ Ավելացնում վանիլին և մի փոքր բուսայող։ Բուսայողը նույնպես աչքաչափով, այսպես։ Վանիլինը, էլի այսպես, տուփից։ Եթե շատ եք սիրում, կարող եք մի քիչ շատ թափահարել ու լցնել։ Ես որ վանիլին շատ եմ սիրում, հատկապես իր այդ նուրբ հոտը։ Ուրեմն սիրելի հետևորդներ ջան, այս ընթացքում նաև երեխաներիս հետ հեռախոսազրույց ունեցա և այդ ընթացքում համ կոֆես եմ ավարտել, համ էլ ալյուրն եմ ավելացրել, մի փոքր թողել եմ, որպեսզի ձեր հետ միասին սոդան ալյուրի հետ լցնեմ ամենավերջում մեկ թեյի թեթև կտալ։ Սա էլ այսպես արդեն լցնեմ։ Ու վերջնական արդեն մի հատ էլ հարեմ, նաև այդ ընթացքում հասցրել եմ, ջեռոցն եմ միացրել, տաքացել արդեն, կարող եմ այսպես հանել, անջատել և հենց այսպես ձեռքով վերջնական մի լավ հարել։ Այս ամենը պատրաստեցի ի տարբերություն այդ բաղադրատոմսի, որ վերջնական ալյուրը պիտի խառնվի փայտե գդալով, բայց ինչևէ, ես այս ձևով ավարտին հասցրի, այսպես, հիանալի, արդեն պատրաստ է, այստեղ կափարիչի վրա եմ դնում, որպեսզի շատ չծորասեղանի և պատրաստում այս իր թավան գազօջախի, դե իհարկե արդեն ջեռոցը էլեկտրական, բուսայող եմ ավելացնում, այստեղ թեթևակի, այսպես տարածելու եմ վրձինով, այսպես, հենց այստեղ վերևում դրված արդեն լավ տաքացել է այս թավան, որին մենք բոլորս էլ սիրում ենք ասել ժառովնիկ, այսպես, լավ, յուղով պատվեց, յուղաթուղթն եմ վերցնում, մի հատ չափում այսպես, գեղեցիկ ձևով կտրում և տեղավորում։ Այսպես երկար ստացվելու դեպքում չի խանգարում, կարող ենք այստեղ ներսի վրա ծալել և ամուր սեղմելով իր ձևը տալ, նույն այս կողմ, եթե իհարկե հապճեպ ձևով ենք պատրաստում, քաշում ենք յուղաթոթը, որ տակի օդը դուրս գա և արդեն տարածում ամբողջը, այսպես, և վրձինի օգնությունով այսպես տարածում, հարթեցնում
Բայց այստեղ ուզում եմ տեսախցիկը մոտեցնել։ Այսպիսի օդային խմոր է ստացվել։ Վրձինի օգնությունով տարածում ենք, հարթեցնում, դարձնում հավասար։ Այսպես։ Ինքը ոչ պինդ է, ոչ էլ թույլ է։ Մոտեցրի, որպեսզի դուք ավելի լավ տեսնեք խմորի տեսքը։ Եվ ձեզ համար էլ ավելի հասկանալի ու պարզ լինի, եթե իհարկե դուր կգա և կուզեք փորձել։ Այսպես։ Հրաշալի։ Ուղղակի խաղում է խմորը։ Այսպես։ Միևնույն է, եթե ինչ-որ մի տեղ էլ հարթ չլինի, ջեռոցում արդեն երբ որ տաքանում է, սկզբնական շրջանում, ինքը գնում ու տեղերը լրացնում է։ Եվ հիմա արդեն կարող եմ ուղարկել տաք ջեռոց։ Այսպես։ Սկզբում ներքև, ոչ շատ ներքև, հենց որ մի քիչ երեսը կփոխվի, արագի մեջ կբարձրացնեմ վերև և արդեն կսպասեմ կարմրելուն։ Արդեն ժամանակն է հանելու։ Ասեմ, որ կարիք չեղավ վերև բարձրացնելու և շատ լավ կարմրել է։ Այստեղ ես նաև միացրել էի ընդհանուր ջերմաստիճանը տարածողը և շատ գեղեցիկ ստացվել է, նույնիսկ կարիք չկա չոփով ստուգելու։ Այդտեղ ես սեղանին պատրաստել եմ յուղաթուղթ, որի վրա էլ պետք է շրջեմ։ Այսպես, և արդեն միանգամից կտեղափոխեմ սեղանի վրա շրջելու։ Եկեք միասին շրջենք, այսպես, կտրուկ։ Կարծում եմ ստացվեց։ Այսպես մի քիչ խփում և ամբողջը փոկվել է։ Մի փոքր էստեղ կպել է, քանի որ յուղաթուղթը ամբողջական չէր ծածկել և արագորեն փոկում ենք այս յուղաթուղթը։ Յուղաթուղթը արագորեն փոկելուց հետո շրջում ենք և արագորեն ավելացնում մեր սիրելի միջուկը։ Այս դեպքում ես մոշի մուրաբա եմ լցնելու, այսպես, միանգամից և արագորեն տարածում։ Այսպես։ Շատ գեղեցիկ է նայվում, երբ որ այս հատիկները երևում են ռուլետի մեջ։ Սկսում ենք փաթաթել։ Այսպես թղթում փաթաթած թողնում ենք 5-ից 10 րոպե։ Կարող ենք նաև ծածկել, փափուկ սրբիչով։ Առաջին 1-2 րոպեն ձեռքով ամուր պահելով։ Այսպես։
5-10 րոպեից կարող ենք բացել։ Այստեղ արդեն ես բացել եմ, ահա խնդրեմ, տեսեք։ Եվ հիմա արդեն շաքարի փոշին, որը արդեն պատրաստել էի, ցանում եմ։ Եվ հենց այս պահն եմ սիրում, ձյունաճերմակ, վերջ, ահա, եթե ձեր ափսեն էլ իմ ափսեի նման տեղ ունի եզրերին, կարող եք զարդարել ձեր սիրելի մրգերով։ Այս պարագայում ես իմ այս ելակները, այսպես բացում եմ, կարող եք նույնիսկ այս տարբերակով զարդարել և ավելի ճոխ տեսք է ընդունում։ Այսպես։ Ասեմ, որ այս ընթացքում ես համբերատար սպասել եմ, շնչելով ելակների անուշաբույրը, քանի որ մտքիս մեջ մտածում էի հենց այս տարբերակը, ահա խնդրեմ, սիրելիներս, այսպիսի գեղեցկություն։ Ահա և վերջնական տեսքը, սիրելի հետևորդներ ջան։ Եթե ձեզ դուր եկա, կարող եք դուք էլ պատրաստել այս տարբերակով, անցել է 5 րոպե և ոչ մի ճաք։ Ահա, շուրջ բոլոր։ Խնդրեմ։ Պատրաստեցի շատ մեծ սիրով նվիրված աշխատավորների օրվա առթիվ։ Բոլորիդ ասում եմ բարի գիշեր և բարի տոներ։